Ժողովուրդ ջան, ուրեմն Գագիկի հաղորդումից հետո իմ գործից հարցեր եք տալիս։ Այո, ուրեմն բացատրեմ ձեզ ընթացակարգը ոնց է։ Նախքան դիմումով դատախազին քննիչները երկարացրել են մինչև հունիսի 16-ը, ընթացակարգը հենց է սահմանված, որ փաստաբանը թուղթը ստանալուց հետո, որը որ տևում է մի ամիս մոտավորապես, 15 օրվա մեջ պետք է բողոքարկի վերաքննիչ դատախազին, հա, բողոքարկում ես 15 օր հետո, այսինքն մի ամիս 15 օր ստացվեց, դրանից հետո ստանում ես մերժումը 15 օրվա մեջ նա պետք է պատասխանի, եղավ 2 ամիս, ստանում ես մերժումը, իսկ դատախազը որ մերժում է գրում, էլի փոստով է ուղարկում, եւս 1 ամիս գալիս է փոստով, եղավ արդեն 3 ամիս, հետո պետք է դիմես դատավորին, դատավորին էլ բողոքում ես 15 օրվա մեջ այդ նամակը ստանալուց հետո, դատավորը պետք է պատասխանի ու իմ գործով չգիտեմ ինչու, բոլորը հենց 15-րդ օրն են պատասխանում, առաջի օրը, երկրորդ, երրորդ, 7-րդ օրը ոչ ոք չի պատասխանում, հենց 15-րդ օրը նրանք կայացնում են որոշումը, ուղարկում են փոստով, փոստը հենց մի ամսից է գալիս, փոստը ստանալուց հետո դու 15 օր, մի խոսքով, մեր բողոքարկածը նախկին ժամկետը երկարացնելու վերաբերյալ դեռ պատասխան չենք ստացել, քննիչները դիմել են նորից երկարացնելու մինչև 9-րդ ամիս 25-ը թե 24-ը։ Ուզում եմ ասեմ, տեսեք ընթացակարգը ոնց է սահմանված, որպեսզի չհասցնես։ Մենք նրանց հետևից ֆիզիկապես չենք հասցնում, այնքան էլ շատ է գրված ցենց նախքան երկարացնելու այս նոր երկարացնելը, նույն տեքստը կոպի-պեստ արած, կոպիա ու տեղադրած, թղթերն էլ հաստ է, ժողովուրդ ջան, այդ թղթերը իրանք լրիվ հաթաթ ուտելու են, ինչքան շատ իմ փողով թուղթ են փչացնում, իմ փողով ներք են փչացնում պրինտերի հետ, այս դնելու ենք դեմաները, որպեսզի ուտեն։ Այսօր սկսեք բարակ թղթերի վրա, էկոլոգիապես բարակ ուտելու թղթերի վրա, տպեք, որ հեշտ ուտեք։ Հիմա հարց եք տալիս ես վարչապետի արտահայտությանը սրբազանի վերաբերյալ, նախ չգիտեմ, որ սրբազանին է վերաբերվում, սրբազաններ շատ քիչ են, մեծ մասը պղծազան են, եթե վերաբերվում է Գարեգին բին, ժողովուրդ ջան, հարց եք տվել, պատասխանս դուր չի գա, բայց իմ էջում, ով որ քաղցր արտահայտություններ լսելու ունի, իմ էջում տեղ չունի։ Ուրեմն նրանք երկուսն էլ նույն աղբյուրից են սնվում, թե վարչապետը, թե այդ Գարեգինը, նրանց սնվել ասելով ֆինանսապես մի աղբյուրից են սնվում, նրանց երկուսի գործն էլ նույնն է, Հայաստանը որպես պետություն, որպես աշխարհամաս լուծարելը։ Հիմա թե այդ աղբյուրը Թուրքիան է, թե այդ աղբյուրը Կրեմլն է, իմ համար երկուսն էլ մեկ է, այսօր Կրեմլը ամենամեծ մսկիթն է իմ համար, այդ աստղերը կարանք հանենք ու կիսալուսինը դնենք, այնտեղ բոլորը մահմեդականությունը պաշտպանող մարդիկ են։ Ժողովուրդ ջան, հարց եք տալիս կուսակցությունից։ Ուրեմն այդ կուսակցությունը կլինի, թղթերը կլինեն, ինչքան է խոչընդոտ ստեղծեն, իրանց ձեռ է տալի կուսակցությունը։ Ժողովուրդ ջան, իմ գաղափարները այս կուսակցությունից վեհ են ու բարձր են։ Կուսակցությունները այս անգլոսաքսոնական կառավարման ձևերը մեր քաղաքակրթության, մեր քաղաքավարության հետ չի համընկնում։ Եվ դրանք ընդհանրապես աշխարհի հետ չի համընկնում, դրանք հնացած ձևեր են։ Իմ գաղափարները նույնիսկ կուսակցության կանոնադրությունով կամ ծրագրերով չի կարող արտահայտվել, քանի որ կուսակցությունը ինձ դնում է սահմանափակման մեջ, իսկ քաղաքավարության, քաղաքակրթության նորմաները, ձեր սրտերը ինձ սարքում է անսահման, դրա համար որ ասում ենք ձեր սրտերը տվեք, կուսակցությունը դա ժամանակավոր գործիք է լինելու, որ սրանց քշենք, դրանից հետո արդեն
մեր քաղաքակրթության նորմաներով ու ձեր սրտերով կկառուցենք հզոր մեր երազած երկիրը։